Այսօր կիսատ էի խոսել մի երկու բան լրացնելիք ունեմ, դրա համար նորից եմ խոսում։ Նորից սկսեմ սրանից, որ առաջ մտածում էի, թե այս ինչքան սրիկա կա, հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչքան դեբիլ կա։ Խոսակցությունս նվիրված լինելու նրան, թե ինչ է նշանակում ընտրական կեղծիքը։ Հայերը դա համարում են խուժանություն, էլի, մանր խուժանություն։ Աշկերտին փոքր ատում, դրա համար ազգովի պատրաստ են։ Ազգովի ասելը շատ է, մարդկանց շատ մեծ հատված մտել այդ գործի մեջ մի քանի կոպեկի համար ընտրություն է կեղծում։ Իրականում ընտրական կեղծիքը մարդասպանություն է։ Ես չեմ չափազանցեցնում, ուրիշ բան չեմ կարող ասել, եթե իմ ձայնը կեղծվում է, իմ կարծիքը շրջանցվում է, կեղծվում է, հակառակ կարծիքն առաջ մղում, նշանակում է ինձ որպես մարդ ոչնչացրեց այդ կեղծողը, որպես քաղաքացի 100%-ով, որպես մարդ էլ եթե վերջում ընտրվում է իրանց ուզած մարդը, որպես առաջնորդ, կանգնում է իմ ֆիզիկական գոյության խնդիրը։ Հայաստանում դրան ենք հասել, բայց մասիկ դա չեն կարող հասկանալ։ Մինչև այսօր Վազգեն Սարգսյան մեծարողներ կան։ Մի քանի բաներ ցույց տամ, պլակատներ, որոնք կարևոր են։ Մինչև մաս մեդիան մարդկությունն առաջ էր գնում իր հանճարներով, մաս մեդիայով էլ դեպի դժոխք կգնա իր դեգեներատներով։ Հանճարները որտեղ լուծումներ էին տալիս, իսկ հիմա մաս մեդիան, երբ որ մեջտեղ է հանգել, ամեն մեկը միացնում է էկրանը, սկսում է խոսել ու լիքը մարդ է գտնում, 100,000-ով նայող է գտնում, որովհետև եթե պարզ ես խոսում, պրիմիտիվ ես խոսում, յուրայինները շատ են ելնում։ Պարզ խոսակցությունը չի ընդունում։ Ֆեյսում լինելու փորձից մի բան հասկացա, որ հայոց միջավայրում նորը սովորելու ունակների թիվը 1%-ի կարգի է +-1 մարդ։ Եթե ես անձամբ ես Facebook-ում արդեն 15 տարի եմ, 15 տարի խոսել եմ այն մասին, որ Վազգեն Սարգսյանը 1995 եւ 96 թվականի ընտրություններում իր անձամբ կատարած հանցագործությունը ընտրությունները կեղծելը Հայաստանը բերեց այս դժոխքի առաջ։ Եթե սկսեք այս թեմայով խոսել, կասեն, թե ինչ ես խոսում, Լևոնն է մեղավոր, Սերժն է մեղավոր, Ռոբն է մեղավոր, Նիկոլն է մեղավոր, բայց ոչ մեկը չի ասի, որ ամենահիմնարար սրիկայությունը մեզանում արել է այդ սպառածած ՏՖԶԲ Սարգսյանը։ Սա իմ կարծիքն է, Լևոնը իշխանությունը սարքեց տականքի ասպարեզ, գիտեք, իշխանության եկան դոդերը, լֆիգները, բոլոր խուլիգանները, հանցագործները լցրեցին, ու ինքը դրանց է իշխանությունը տալիս, որ ինքը հեշտ կառավարի։ Բայց Հայաստանը կործանեց սպառած սերտը ընտրական մեխանիզմները վերացնելով։ 96 թվի նախագահական ընտրություններում 95-ին նա ապահովեց երկրապահ կոչվածի մուտքը պարլամենտը սկզբից ուզուրպացրեց, 96 թվին էլ ընտրությունները կեղծեց, սարսափելի ձևով կեղծեց, այսինքն սպանեց բոլոր հայերին։ Բոլոր քաղաքացի հայերին նա սպանեց, իր նպատակներն էր, որ ինքը պետք է մուղամներով, Ռոբերտ դրելով, հետո մուղամ ջոգելով, Դեմիրճյանին շանտաժանելով բերեց կապեց իր բանին, ղեկը դրեց Դեմիրճյանի վրան, հերնել բաներ, պաշտոն գործարաններ տղենել ուներ, շատ շանտաժարեց, երկու ստել կնստեցնեմ, կանչեց իրատին, մտցրեց ընտրություններ խաղացելի կեղծեց, ու նայրին պատահաբար չէր, որ իրան սատկացրեց, վրեժանց։ Իր բարեկամներով, աղբերով, քեռիով, ընկերներով գնաց սատկացրեց ու հայությունը չի հասկացել այդ բանը համարում է, որ ինքը թուրքական շպիոն էր։ Ու դրա վրա դուք կործանվեցիք։ Դուք Վազգեն Սարգսյանին չհասկացաք, Վազգեն Սարգսյանի սատկացնելը չհասկացաք, նայրի ինչ հասկացաք։ Ամեն ինչ թարս է մեր մոտ, այս մաս մեդիայի էլեմենտը ստահակները, որ վերցրել են միկրոֆոնը, էկրանները լցրել են, դուք ամեն ինչ թարս գիտեք։ Մեր դժոխքի պատճառը դրանն է։
Ապշելիք է, դարերի վեր ամենօրյա ռեժիմով ազգի նորմալները պարտվել են ազգի տականքին, այսօր էլ նույնն է տեղի ունենում։ Ու տեղի ունեցավ, այսօր տեսակ իշ վիճակա։ Այս էլ մեր այս կարկառուններն են, նայեք դեմքերին, մի հատ նորմալս չկա։ Գերս գրառումն է, 5 գրառում ասա։ Աշխարհում եւ Հայաստանում եւ հատկապես Հայաստանում մարդու նոր տեսակ է ձևավորվում, մարդ առանց մարդկային հատկանիշերի։ Այս անասուններն են, նիկոլականներն են։ Այս Նիկոլի Պահապան Մերիցեքն են, հանճարեղ նկար այս սարքողը ֆանտաստիկ գործ արել։ Այս ճիվաղի մասին վերջին 7 տարիներին մեծացնեմ, որ դուք տեսնեք։ Եվ վերջին 7 տարիներին ամեն հայ խոսել է օրական երևի 1 ժամ։ Գրվել են միլիարդավոր էջեր, իսկ անելիքը մարդը 1 սիլլաներ դրա այս շներին, ու չտվեցիք։ Ու այս շները նորից գործի մեջ են։ Ինք հանձնապես կաշառում է բոլորին, բայց դրանք ձեր բարեկամներն են։ Ոչ մեկին ձեն չեք անում, ոչ մեկի մասին։ Նիկոլը հային հոշոտում է իր ամեն շանը թուրքական փողերով մի լապի կին տալով, իսկ դուք կարևոր չեք համարում ձեզ պաշտպանելու մեթոդաբանության մասին խոսքը լսելը տարածել նույնիսկ։ Այն Նիկոլը միավորել է բոլորին, այս միլիցեքով, իր շներով, այսպես թիմ կազմած ձեզ ուտում է։ Ինչն է պատճառը, որ դուք չեք միավորում նույնիսկ մի չոք շարժելու նպատակով։ Որովհետև ամեն ինչն է այլանդակած, եթե դուք չեք հասկանում, թե ինչ է նշանակում ընտրական կեղծիքը, մի խուլիգան կա, կարող է այնտեղ ընտրության բանկ արդյունք կեղծի տեղ եմ ասում, մի պատոն է կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինչ կար ասած, Նիկոլն էլ կարա հրամայի, որ ինչքան ուզեմ այնքան գրեք, այս պտիլներ։ Այս է ստացվել Հայաստանում բոլորը նույն փարախում միաժամանակ ապրող գայլ են եւ ոչխարը ինչպես նաեւ հավ։ Մենք ենք այս դրողքի ճարտարապետները մեր հանդուրժողականությամբ հանդեպ հայոց իշխանական, աղբերական, գողական, աշխատանքային ու կենցաղային տարատեսակ ողորաշանոցները։ Այսօրվա հիմնական ասելիքս էս էր, ես մոտավորապես ասեցի։ Ընտրությունների է գնում, իմացեք, եթե մարդը գնում է ընտրության, նա պետք է վստահ լինի, որ իր ձայնը չի կորել, որ իր ձայնը չի կեղծվել։ Դուք նախ այդ կեղծողին պետք է բոլորդ գիտակցեք, որ այսօր իրավունք չունի որևէ մեկը իմ պատին գա, ասի, գիտես ինչ լավ ես խոսում, բայց դու Վազգեն Սարգսյանի հարցով սխալ ես։ Չնայեք ինձ մեկ էլ։ Դուք եք այս երկիրը կործանողները, ձեր տգետ հալով, առաջնային երկրորդայինի չեք կարող ջոգեք։ Բոլորդ այս ստրոկի կարգավիճակում եք մնացել, որտեղ ոչ մի հարց չեք հասկացել, ամեն ինչ ձեր ուղեղում կաշ է։ Վազգեն Սարգսյանը ազգի հանցագործը ձեր համար սպարապետ է։ Եթե Վազգեն Սարգսյանն է ձեր սպարապետը, պարզ է, որ դուք մնալու եք դժոխքի մեջ։ Այս մարդը պետք է դառնայք չեք դարել։ Կոնֆլիկտները պետք է սպասարկեք, կոնֆլիկտը չեք հասկացել։ Ոչ մի կոնֆլիկտ չեք հասկացել, թե կոնֆլիկտի կողմերը որոնք են։ Ուզում եք գնաք ընտրության ու հաղթեք հենց այնց։ Գոնե հիմա իրար բացադրեք ինչ նչոց է։ Այս Պեշկի հարվածը պետք է հիմա տրվի, ամեն մարդ պետք է ինքը կարանա այս հարվածը խփի Նիկոլի շներին ու տեր կանգնեք ձեր քվեին, իմացեք, մի ձայն կեղծել նշանակում է ձեզ սպանեցին, հասկանում եք, ձեզ սպանեցին, եթե ձեր ձայնը հաշվի չի առնվել, ձեր ձայնը կեղծվել է, այսքանն է ուզում շեշտեի, իմացեք, հայ ազգին կործանել է ընտրական համակարգի այս այլանդակացումը, որի սկիզբը դրել է սատկացրած վտգոն։ Մալադես նայրին, միակ հայրենասեր տղերներ, գնաց սատկացրեց։ Ու դուրրակներ, որ դուք ոչ մի բանից գաղափար չունեք, հանգարտ չգաք իմ կլիպի տակ նորից գրեք, թե դու սխալ ես ասում, ես անում են։ Դուք չեք հասկացել ոչ մի բան։ Անգաղափար մարդիկ եք, տգետ։ Այսօր այսքան։